Աղմկոտ ձերբակալությունների, շոուների ու հետաքրքիր ներկայացումների շրջանը Հայաստանում չի ավարտվում։ Տավուշից Շիրակի մարզ, Արագածոտնից Արարատ։ Հիմա էլ կենտրոնում Էջմիածինն է։ Ինչու են թիրախավորում հոգևորականներին և շոուները կազմակերպում եկեղեցու շուրջ։ Այդպիսով Փաշինյանը ստուգում և զուգահեռաբար թուլացնում է մարդկանց հակազդեցությունը վեհարանի դեմ արշավելու նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ, կարծում են քաղաքագետները։ Խաչիկ Գալստյանը Փաշինյանի գործողությունը նմանեցնում է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու դեմ արդեն իրականացվածին։ Ուկրաինական նոր իշխանությունները նույնպես որդեգրեցին ուղղափառ եկեղեցու պարակման գործընթացը եւ այսօր այս պահին Ուկրաինայի տարածքում գործում են 3-4 տարբեր կոնֆեսիաներ, բոլորն հավակնում են ուղղափառ եկեղեցու կարգավիճակին։ Նույնը տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Հայաստանի Հանրապետությունում։ Կարգալույծ քահանայի միջոցով Փաշինյանը նույնն անում է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նա շուտով կխոսի նաև հակաաթոռ հիմնելու մասին, բաժանելով հավատացյալներին, ասում է Գալստյանը։ Այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտներից ազատվում է Փաշինյանը, հոգևորականների ձերբակալության միջոցով։ Չի բացառում նաև ամենայն հայոց կաթողիկոսի ձերբակալությունը, որին նախապատրաստվում է գործող իշխանությունը։ Քաղաքական վերլուծաբանի խոսքով Հայաստանի իշխանությանը եկեղեցու դեմ արշավը կազմակերպելու համար աջակցում են արտաքին ուժերը։ Եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակը լայն իմաստով շատ ավելի խորքային պատճառահետևանքային կապեր ունի, շատ ավելի խորքային մոտիվներ, որոնք դուրս են Հայաստանի սահմաններից, եւ Նիկոլ Փաշինյանը իր խնդիրների համատեքստում պարզապես փորձում է օգտագործել այդ մոտիվները, տեղավորվել դրանց համատեքստում եւ քաղել իր համար առավելագույնը։ Հատկապես եթե գործ ունենք մի հսկա եւ մեծ նշանակություն ունեցող կառույցի հետ, թե հասարակական կյանքում, թե ընդհանրապես համահայկական կյանքում, եւ այստեղ օգտագործելով պահը, օգտագործելով նաեւ միջազգային միջավայրը եւ դրանից բխող այդ նշածս մոտիվները, Նիկոլ Փաշինյանը փորձում է նաեւ իհարկե լուծել այդ կառույցի հետ հարաբերվելու խնդիրը, այլ կերպ ասած ենթարկեցնել իրեն։ Որքանով է հասարակությունը պատրաստ ճիշտ արձագանքել այդ գործողությանը։ Այս հարցի շուրջ քաղաքագետները տարակարծիք են։ Խաչիկ Գալստյանը կարծում է, որ կաթողիկոսի դեմ գործողության դեպքում համախմբում կլինի եկեղեցու շուրջ։ Ստեփան Հասանջալալյանը հակառակն է պնդում։ Հիմա այս հասարակությունը, մեր ժողովուրդը, ես այսպես եմ նկատում, որ գրեթե ամեն ինչ կուլ է տալիս, ճակերտավոր ասեմ, Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ուրեմն ապազգային քայլ, գրեթե բոլոր քայլերը կուլ է տալիս։ Այդ թվում եւ գլխավորապես Արցախի հանձնումը թշնամուն, Արցախի ճանաչումը թշնամու կազմավորման կազմում։ Հիմա ես կդժվարանամ ասել կաթողիկոսի ձերբակալության պարագայում է ժողովուրդը բուրըն ընդվզում կցուցաբերի թե չէ։ Գուցե եւ ինչ որ մի մասը, մի փոքր մասը այո, հակազդեցություն ունենա, ինչ որ բան անի։ Փաշինյանը դեռ 2024-ին գործակալ համարեց Բագրատ arczepiskopos Գալստանյանին, ինչը հերքեց ազգային անվտանգության ծառայությունը։ Հիմա էլ Նախիջևանի թեմի առաջնորդին է նույն մեղադրանքն ուղղում։ Եկեղեցու կանոնակարգ օրենքով կարգալույծ քահանային աջակցում ու պատարագին ներկայանալու խոստում է տալիս։ Զուգահեռ հայտարարում, որ իր պայքարը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ անձի, բայց որ անձի։ Փաստացի Փաշինյանը ոչ թե մեկ անձի, այլ եկեղեցում կշիռ ու դիրք ունեցող անձանց դեմ է պայքարում, այդպիսով թուլացնելով եկեղեցու դիրքերը։ Խոքարին չի հարվածելու, հարվածելու է հոգևորականներին, ասելու է, որ իմ պայքարը անձերի դեմ է, ոչ թե եկեղեցու, իսկ եկեղեցին բաղկացած է անձերից, այդ անձերը շատ կարևոր, շատ առանցքային մասն են եւ բջիջներն են եկեղեցու, որոնք որ հեշտով քանդելով ինքը կկարողանա տգարեցնել եկեղեցին։ Ստեղծված վիճակում ինչ պետք է անի կաթողիկոսը։ Զրուցակիցները զերծ են մնում խորհուրդներից, բայց սպասելիք ունեն։ Եկեղեցիների զանգերն այս օրերին ոչ միայն աղոթքի, այլ զգուշացման ձայն ունեն։ Երբ հավատը դառնում է քննադատության թիրախ, փորձության տակ է դրվում ոչ միայն հոգևորականը, այլ հավատացողը։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։